Բարև սիրելիներս, մենք ավտոբուսի մեջ ենք, գնում ենք բժշկի, մոտ 3 ամիս առաջ Արմենիս համար օր էինք արդեն վերցրել, որ նորից ստուգենք այրունը, տեսնենք երկաթը բարձրացել է այս 3 ամսվա ընթացքում, թե չէ։ Սիրելիներս, մենք հիմա իջանք ավտոբուսից, սա Klagenfurt-ի հիվանդանոցն է, հիվանդանոցին մոտ է գտնվում իմ ճուտիկի բժշկի նստելու տեղը, հիմա այդ փողոցը կանցնենք, այստեղ կանցնենք ու կգնանք, շուտ ենք եկել բավականին, ժամը 1-ին է իմ տերմինը, մեր տերմինը, արյան անալիզ պետք է հանձնենք, պետք է տենանք երկաթը մոտը բարձրացել է, թե դեռ էլի պակաս է, արդեն երկար ժամանակ է, երկաթն եմ ուզում բարձրացնեմ, մի քիչ լավ արդյունք ունենք, հետո տեսնենք ոնց կստացվի։ Հիմա դե ես գնամ, շարունակեմ ճանապարհս ու էլի կմիանամ ձեզ։ Երևի մի պահ խանութ էլ կմտնեմ, ճուտի սիրած Paula կարմեմ, որտեղ վերջացավ ու կուտի կտեսնեմ։ Այստեղ ինտեր Links abbiegen auf Feschnistraße։ Ու всё։ Ահա, ինձ ասում է 40 մետրից թեքվիր ցախ։ Նավիգատորով եմ գնում։ Դա այսպես ստացվել, որ մենակ պետքա հիմա գնամ։ Այդպես մենակ կգնամ։ Ես էլ ճուտիկս նորից։ Հալո։ Հեսա մի քանի րոպեից կհասնենք։ Չգիտեմ, հələ կնայեմ, եթե շատ է ժամանակը։ Հիմա կգնամ Ինտերշպար, որ հետո մի անգամից բուսով տուն գնամ։ Իսկ եթե չէ, կմնա հետո, հիմա կգնամ կգրանցվեմ, որ եկել եմ ու կմնա հետո։ Այս տերմինը 4 ամիս առաջ էինք արել։ Տեսնենք, ուսանք խողովություն կլինի։ Այսա այսվեղ հասել ենք, մերը Կլաուդիա քանդուղթն է, այստեղ կարդում ենք քանդուղթ, դոկտոր։ Մենք վերջացրեցինք, ճուտիկս արդեն իրա մանկասայլենքի մոտ այք է, հիմա կգնանք Ինտերշպար, հետո երևի կգնանք տեքնալու ենք քաղաք ու հետո քաղաքում կմտնենք մի հատ ուզում կոշիկից նոր կոշիկ նայենք ճուտիս կերկյոնք, նոր կոշիկ նայենք, երևի մի բան կարնեմ ու կգնանք նոր տուն։ Մենք վերջացրեցինք բժշկի մոտ տերմինը, արդեն 2-ն է լինում ժամը, լավ երկար սպասեցինք, չնայած նրան, որ առաջինը մենք էինք, բժշկին լավ երկար սպասեցինք, հիմա կգնամ Ինտերշպար, ճուտիկիս ասեցի, որ Paula-ն վերջացել է, Արմենիս Paula-ն, փորձում եմ էլ իրան ճուտիկ չասեմ, որ տենց մականուն չմնա, հետո հետագա ապագայում էլ ինքը իր անունն է չի ընդունի, էդի սխալ է, իմ կարծիքով երեխուն ինչ-որ անունից բացի ուրիշ ձև, բայց դե տենց մեր մոտ ստացվել է։ Մի խոսքով հիմա սկսում եմ արդեն իր անունը շատ ասել, Արմեն, որ ինքն էլ իր անունը լավ ընդունի ու նենց կստացվի, հա, որ իր անունը մենակ ջղայնանալուց է ասվում։ Հա, հիմա գնումները կկատարեմ, այս աջ կողմում հիվանդանոցն է գտնվում, այստեղի հիվանդանոցը ոչ թե բաժանմունքներով է, այ մասնաճյուղերով երևի տենց է կարելի ասել, հա, այս շենքը ընդունարանն է, օրինակ Քիթ Կոկորթի համար, Քիթ Կոկորթ ականջ իր համար առանձին շենք է սարքած, գինեկոլոգիա ծննդաբերական այդ հատվածը առանձին շենք է պատրաստած սարքած, ոչ թե առանձին բաժանմունքներ են, առանձին հարկերում, այլ լրիվ առանձին շենքեր են ու ինքը շատ մեծ է ու այդ հատվածը դեպակ է, որ դու գնում ես ընդունարան, իրանք քեզ ասում են գնա այս տեղը թոքեր, սիրտ, առանձին հատված, առանձին շենք է, այստեղը տենց է
մի շենքում օրինակ Երևանի կամ չգիտեմ մնացած հիվանդանոցների նման մի շենքում կուտակված չեն ու այստեղ լավն էլ է օրինակ մանկական կամ ընդհանրապես հիմնականում բոլոր բժիշկների ընդունարանում սենց ընտանեկան բժիշկների, մանկական բժիշկների սպասելու համար սպասման սրահում միշտ մանկական բաժին կա, խաղալիքներ կան, գրքեր կան, որ երեխեքը, ծնողները երեխեքի հետ որ գալիս են սպասելուց երեխեքը չձանձրանան, այլ խաղան, իսկ ես հիշում եմ մեր պոլիկլինիկայում հանրապետական հիվանդանոցի դիմացի պոլիկլինիկաներ ոչ մենակ սենց մռայլ շենքներ ու այս հարկից են հարկ իր գնում ու ոչ մի խաղալիքներ, ոչ մի տենց ինչ-որ բաներ չկար, ծնողները երեխեքին գրկած դուրսն միջանցքում սպասում էին ու նույնն է մենք միջանցքում սպասում էինք, այստեղ է տա լավը, որ նստում ես, խաղում ես, հետո քեզ կանչում են ու մտնում ես ու տենց ես արդեն քիչ մնաց հասնում եմ ինտերսպար այնտեղ կա էլի այդ Պաուլան ամեն խանութում չկա, մեկ երևի ոնց որ Բիլայում կա, մեկ ինտերսպարում կա, դա ոչ Լիդլում, ոչ է ոնց որ Հոֆերում է, եթե ճիշտ եմ հիշում, Հոֆերում է չկա։ Լավ, ոնց որ մոտավոր չկա։ Հետա գնանք, տեսնենք, ինչքան լավ եղանակ է։ Մի քիչ գրիպոզ վիճակ է ճուտիս մոտ, այսօրվանից գիշերվանից սկսվեց, քնած էր, արդեն հասկացա, որ մոտը գրիպոզ վիճակ է, հուսանք չի խորանա։ Արդեն ինտերսպար ենք մենք հասել։ Zentraler Umsteigeplatz. Մենք տանն ենք, հիմա ճուտիս նոր տեղեր ենք պատվիրել ու իր հոպարն ու պապին կհավաքեն։ Իր Երևանի տատին ու պապին գումար էին ուղարկել ու այդ գումարով որոշեցինք, որ անկողին պետք է առնենք։ Դարձավ նվեր տատիկի ու պապիկի կողմից։ Միլանն էլ էստեղ անպակաս է, մոռացել է հենց ամենասկզբից նկարել, այսպես երկար մի հատ տուփով էր ամբողջ անկողինն եկել։ Արդեն այստեղի մյուս անկողինը հավաքեցի, ես մնացած խաղալիքները հանել էի մերչից, դուրս եմ հանել, ավլեցի ու թաթ շորով մաքրեցի այդ հատվածը մի քանի անգամ։ Սա էլ արդեն պատրաստի հավաքած վիճակում անկողինը, մնաց մի քանի բան ու կտեղավորեն արդեն։ Կահույքը բրթեցի դեպի պատիկով, կողինը լավ մեծ էր։ Մատրասը շուտ էի հանել սենյակից, ասեք, որ շատ գեղեցկացավ։ Այստեղ դրված էր էլի անկողին, բայց այդտեղ ճուտս չէր քնում։ Հուսանք այստեղ արդեն ինքը կկարողանա ինքնուրույն քնել։ Ինձ շատ դուր եկավ այս մարճակալը, լավ փոխեց, սենյակը ավելի գեղեցկացավ, կոկիկ դարձավ սենյակը։ Գրեք մեկնաբանություններում գեղեցիկ է։ Մոտ 40 րոպեում անկողինը պատրաստ էր։ Հիմա ես ու Արմենս էլի ավտոբուսի մեջ ենք, գնում ենք ապտեկա, որովհետև դեղն է իրա պատվիրել։ Իրա մոտ երկաթը մի քիչ պակաս էր, համար կշարունակեմ տալը։ Մի քանի ֆլակոն եմ առել դեղը, որովհետև շատ արագ է վերջանում։ Տեսեք, գարմոշկա ավտոբուս ենք նստել, ինքը շատ մեծ, երկու ավտոբուս այսպես կպցնում են իրար։ Շատ մռայլ է եղանակը, գլխացավ ունեմ, ճուտս էլ ես 2 օրեր անդադ նվնվում էր ու իր նվալը գլխացավս ավելի էր ուժեղացնում։ 2 €60 եմ վճարել 1 ժամի համար, 1 ժամ կարող եմ նստել տրանսպորտի։ Մենք արդեն իջել ենք ավտոբուսից։ Շատ քիչ հատված պետք է գնամ, մի հատ փողոց պետք է անցնեմ ու արդեն հասնում ենք ապտեկա։ Տեսնենք։ Նայեք ինչ հավեսն է այստեղ, սա ոչ մի կենտրոնական փողոց չի, ծայրամասային թաղամաս է, բայց փողոցում ծառների մոտ ծաղիկներ կան տնկած, այսինքն ամբողջը ծառները տնկած են նարգիզներով։ Մենք հիմա տանն ենք, ես հիմա սուրճ կխմեմ, սրանով, իմ սուրճը կապուչինո, ես ցույց կտամ սուրճը սառանդին, այստեղս տաք երում է, այս արձախաշկս է, այստեղից դուրս կգան հենց տպավորությունա գլուխս ահավոր ցավում է, չգիտեմ, մռայլ եղանակ է, այս իմ սուրճն է,
մի խոսքով սուրճը խմելուց հուսամ գլխացավս կանցնի, որովհետև ահա որ ա ցավում, եթե չանցնի նոր ցավազրկող կխմեմ։ Քնած, հələ քնած շու կապիկին, հələ ոնց ես քնածրու։ Քնած։ Բասպի։ Սիրելիներս, գիշերվա ժամը 9-ն է ու ես դուրս եմ եկել, որպեսզի շորերը թափեմ։ Այսպես մանկասալյակի մեջ եմ հագցրել, որ հեշտ գնամ այնտեղ ատունը, փողոց եմ անցնում ու որտեղ որ ապակիներն են թափում, այդտեղ եմ թափում, հեսա տանեմ ու ցույց տամ։ Մարդ ընդհանրապես չկա, մեքենա ընդհանրապես չկա, մենակ եմ դուրս եկել, շուտ կթափեմ ու կգնամ տուն։ Ես հիմա եկել եմ, այստեղ ոնց որ հիշում եք շորցից մեր բաներն էին թափում, ապակյա տարաներն ենք թափում, իսկ այստեղ թափում ենք շորը, կոշիկները, տեղադրեցի շորը, բռնում ենք այստեղից ու բարձրացնում ենք և այսպես, մնացածն էլ կթափեմ ու կվերջացնեմ։ Ես վերջացրեցի, ամբողջությամբ դատարկեցի, հիմա կգնամ տուն։ Այնքան հենց ոտակալի չեք պատկերացնի, այստեղ դաշտերում ամեն տարի գարնանցքից բերում են այդ, ոնց ասեմ, պարարտանյութ են լցնում, բնական հումուս են տալիս հողին ու այդ հոտը ահա որ տարածված է, սաղ այս տարածքով Տեսեք պատշգամբները այստեղ ոնց են ժալյուզինի նման կարող ես բացել ու փակել, առաջին անգամ էի տեսնում, իմ համար սա շատ հետաքրքիր բան էր, դրա համար որոշեցի նկարահանեմ ու ձեզ էլ ցույց տամ։ Դե ինչ սիրելիներս, այսօր այսքանը, բաժանորդագրվեք իմ ալիքին, գրեք մեկնաբանություններ, դրեք ձեր լայքերը, սիրում եմ բոլորիդ, ցտեսություն։